Պատրաստ եք լսել գործնական մեր կարծիքը, որտեղ ասում եմ, եթե ուզում ես դառնաս լավ շախմատիստ, դու ուժեղի հետ խաղաս։ Չէ՞։ Պատրաստ եք դուք։ Այո։ Իմ անունը Աշոտա, Քոմբիկա, Գրիգորյան, որտեղից Գազատարի վրա կորուստ չի լինում։ Արտահոսք չի լինում, որտեղ է լինում կորուստը։ Ուրեմն ասեմ շնորհակալություն։ Դու Ուրեմն մենք ստեղծել ենք այս ռոբոտը, որովհետեւ տեղաշարժվի գազատար խողովակի երկայնքով ու գտնի գազի արտահոսքի աղբյուրը։ Հա, իմաստային պարզ է, ինչ է, նպատակը շատ պարզ է, որտեղից եք սկսել, բայց պետք է խորանալ նաև դրա մեջ։ Խողովակից ինչի է արտահոսում գազը։ Դա չի իրանց ինչ է ներկայացնում, իր ֆիզիկական իմաստը ինչն է։ Ուրեմն Չեմ բարձրացնում, չէ՞։ Գիտենց հա պետք, թե չէ։ Դրին համաձայն ենք ձեզ հետ։ Այս լավ առիթ է։ Որ դու իմանաս ինչ հարցեր կարող են չի այնտեղ ժյուրիի կողմից։ Իհարկե։ Հիմա վերգետնյայից ես խոսում, ճիշտ է։ Մենք ունենք ստորգետնյա գազատար։ դե մեր ռոբոտը հենց նախատեսած է վերգետնյայի համար։ Այդ վերգետնյա դրա համար հիմա process-ները տարբերվում են։ Վերգետնյա գազատարները կորոզիայի այդքան չեն ենթարկվում, արտահոսքը հենց այդ կորոզիայի պատճառն է լինում։ Process-ներից ես կուզենայի որ խորանայիք, որովհետև հիմա օրինակ այդպեսի պրիբորներ կան, որ հատուկ տեղադրում են զոդման կարերի վրա, որ ուսումնասիրեն արդյոք զոդման կարը ճիշտ արված համապատասխանում է ստանդարտներին թե չէ։ Սրանք սերվո մատորներ են կոչվում, մենք իրենց ձևափոխել ենք, նրանց մեջ կան անկյունաչափեր, որոնք թույլ չեն տալիս, որ իրանք պատտեն 170 աշճանի շատ, մենք այդ անկյունաչափերը հանել ենք եւ ստացել ենք 360 աշճան պատտող DC շարժիչներ։ Դրեջ տանեցիր դրեցիր, ոչ թե տանես ինչ որտեղ քանդես, բանան։ Չէ, ուղղակի այնտեղից իրան սովորական շիստի քանդել ես ու հանեցին վերջ։ Քեֆ ստարսա։ Առաջարկը մենք որ ունենք բազմիցս Մեկը ինձ մի հարց էր հետաքրքիր։ Այս իր դիրքը ֆիքսում է, թե կարող ասեն գնաս այնպես կամաց sense։ Չէ, իր վրա ծանրոցներ կար, ներքևից անցքերը երևում է։ Ուղղակի տեղափոխելու համար հարում, հա, գրուզիկները, որպես այդ ծանրության կենտրոնը հնարավորինս ներքև գտնվի, ու այդ ձեր ասած process-ը կողքի թեքվելու, ընկնելու այդ process-ները չլինի։ Հա, որովհետեւ միանշանակ այդ անցքերը հիմա որ կտեսնեք ներքևի հատվածում, ամենաներքևից։ Այդ մեխանիկական է կրուցել հարցը։ Հա, Գազի արտահոսքը գտնելու։ Ուրեմն դուք հիմա արդեն պետք է շասին փոխեք, այսինքն իրան սարքեք, որ ինքը շարժական, օրինակի համար մեր ստորգետնյա գազատարը մենք գիտենք ինչ ուղղությունով է, չէ՞ գնում, ուղղակի ինքը հողի ծածկի տակ է գտնվում եւ շատ հնարավոր է, որ այդտեղ ինչ որ արտահոսք լինի։ Ես ինքս կուզենայի ավելի շատ այդ գետնի վրայի համակարգային ինչ որ մի բան տեսնեի, առհասարակ ես կուզենայի ի սկզբանե խոսենք այն մասին, թե դա ոնց է արվում ձեռքով։ Եթե կուզեք կարող եք տեսնել ոնց են ստուգում ստորգետնյա գազատարները շրջայցային սպասարկման միջոցով կազմակերպենք մեր մասնագետները ցույց տան ինչպես է կատարում այդ։ Իմ մոտ արդեն կարմիրուսը վառեց, այս ինչ կետում արտահոսք կա։ Մեկը դու շարունակի իր աշխատանքը։ Իր ֆունկցիան արդեն կատարեց այդ Բայց կետում։ այնտեղ մի բան ենք փոխելու Всё, ցավ տան արեց, ֆունկցիան, то есть ինքը իր գործը արեց։ Իսկ հեռավոր հնարավոր չի կանգնացնել իրան, գնա միջև առաջ։ Եթե ձեզ գազը հետաքրքիր է, ես արդեն ապագա սերունդը բանանում։ Կարող ցույց տալ ոնց են ստուգում գազի որակը, որ մենք օդ չենք խառնում գազի հետ։ Ինչի, որտեղ նա պայթում է, չի կարելի։ Դա ինձ է հետաքրքիր։ Հա, ես խնդրեմ, միանշանակ դիագնոստիկայում ով գնում են դաշտում ստուգում են այդ գազի արտահոսքերը, իրանց հետ պարտադիր կազմակերպենք։ Կարող են փոխանը դաշտային լաբորատորիայի հետ, որը որ ստուգում է զոդակարերի որակը, իրանց աշխատանքը ներկայացնեն, որ դուք պատկերացում ունենաք, թե ընդհանրապես գազը այդ համակարգը ոնց է ապրում, ոնց է շնչում։ Իրականում շատ գերազանց գաղափար եք արել, որ թիրախավորել եք այն ոլորտները, որտեղ անվտանգության մակարդակի պահպանումը առաջնային դեր է տանում եւ հանդիսանում ամենագլխավոր նպատակը։ Այն ինչ առանց ինչի մարդիկ չեն կարող ապրել, շատ կարևոր է, շատ կարևոր ուղղություն եք բռնել, ճիշտ բան եք։ Մենք ձեզ կօգնենք, ինչով կկարողանանք պարտադիր իմացեք։ Եթե կուզենաք կարող ձեզ չէ, իրանչունամ ձեզ գործ ընդունելու։ Չկա, չէ՞ դա։ 3 տարի։ Քիչ մնաց։